Պարոն Շահրամանյան, արցախցիները ամեն դեպքում ունեն լուրջ սոցիալական խնդիրներ, դուք էլ գիտեք, որ սոցիալական սուր խնդիրներից պարզապես չգիտեն ուղղակի որ մեկի դուռը թակեն, անընդհատ լրագրողներին խնդրում են մարաթոններ, հաշվի համարներ են տալիս, բայց դա հարցի համակարգային լուծում չէ։ Ձեզ էլ այս իշխանությունները պարզապես փորձում են անտեսել, արհամարհում են, չեն ընդունում, այնտեղ մեկ իշխանական падգամավորներից ասում էր Շահրամանյան թող ինքնասպան լիներ, չստորագրեր, Արցախի էջը չփակի։ Հիմա ո՞նց եք դուք այս միջավայրում պատկերացնում արցախցիների շարքային արցախցիների սոցիալական խնդիրների լուծում։ Այդ նույն հայտարարությունը անողը անձամբ ինձանից ներողություն է խնդրել, երբ իմացել է ճշմարտությունը։ Երկրորդ Քոչարյանը ներողություն։ Եվ այո։ Նկարեք ցույց տայք, մենք տեսնենք։ Ես չեմ ուզում դիսկուսիա վերացենք, ուզում եմ ձեր հարցին պատասխանել սոցիալական հարցի հետ կապված։ Այո, արցախցիները կանգնած են լուրջ սոցիալական հարցերի եւ բախվում են դրան։ Որ ասել Հայաստանի կառավարությունը ոչինչ չի ասում, դա սխալ կլինի, որովհետեւ լուրջ ֆինանսական միջոցներ են ուղղվում այդ ուղղությամբ։ Բայց դա բավարար չէ, որպեսզի արցախցիները արժանապատիվ կարողանան ինտեգրվել եւ շարունակել ապրել Հայաստանի Հանրապետությունում։ Ես նաեւ գիտեմ այդ հարցն էլ կառաջանա ձեր մոտ։ Արցախցիները իրենց համարում են Հայաստանի քաղաքացի, որովհետեւ իրենք ունեն համապատասխան անձնագրեր եւ ոչինչով չեն տարբերում Հայաստանի քաղաքացիներից։ Բայց կներեք սրա հետ կապված անգամ հանրայինի եթերում Գեգամ Ստեփանյանի հետ հարցազրույցի ընթացքում ասում են հələ մի հատ դարեք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ նոր Հայաստանի կառավարությունից ինչ որ բան պահանջեք, ընդունում եք։ Ներողություն։ Ես ուզում եմ ուշադրել։ Ես ին վրա օրինակը կբերեմ։ Ես հանդիսանում եմ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության թոշակառու։ Ես ունեմ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն տրամադրող ID քարտ։ Ես ունեցել եմ դիվանագիտական անձնագիր։ Հիմա ասեք, ես ոնց կարող եմ լինեմ ոչ Հայաստանի քաղաքացի։ Պարոն Շահրամանյան, վերադառնալով ներդրումային ֆոնդին, դուք չասացիք սկզբում իմ հարցին պատասխան, որքան գումար կա այդ ֆոնդում, ինչպես է սառեցվել, եւ դուք առաջարկում եք գնալ ժամը 10-ին հավաքվել, նախ հավաքվել ձեզ մոտ, հետո գնաք ինչ-որ խմբով դատախազություն եւ դիմել եք, որ դատախազը ձեզ ընդունի, թե ոնց եք պատկերացնում։ Նայեք, ես նշել եմ, որ բազմաթիվ անգամ հանդիպել եմ նախաձեռնող խմբի հետ։ Նախ ինչքան գումար կա, դա ասեք։ Տեղյակ եք դրանից։ Ներդրումային հիմնադրամի գումարները այս պահին սառեցված են, հստակ թիվ չեմ կարող ասեմ, բայց նաև կա մոտավոր ընդհանուր բյուջետային մնացորդները եղել են մոտ 1.4 միլիարդի կարգի։ Իսկ հիմա այն այսպես կոչված թալանից հետո էլի։ Չէ, դա ես ասում եմ սկզբան է։ Հայաստան տեղափոխվելուց հետո 1.4 միլիարդ դրամի 1.4 միլիարդ բյուջետային մնացորդներ ունենք, որոնք Հայաստանի կառավարության որոշման համաձայն իրենց հետ համաձայնեցնելով ծախսում են միայն ու միայն սոցիալական աջակցություն։ Դրամ թե դոլար, դրամ։ Չէ, դրամ։ Եվ մի բան էլ գործընկերներս հիշեցին, որ մամուլում տեղեկություն կար, որ իթեև նոր նախագահի ժամկետը լրանում է Սամվել Բաբայանն է հավակնում։ Ինձ հետաքրքիր առասարակ հանձնված պետության այդ նախագահի պաշտոնը ինչքանով է կարևոր էլի, եւ եթե գա ժամկետը այդ ընտրությունները դուք ոնց եք կազմակերպելու, ինչ եք անելու, առաջադրվել եք թե ոչ։ Ինձ թվում է առաջիկայում բոլոր ձեր հարցերին պատասխանը ստանալու եք հրապարակային։ Ինչ ձևաչափ։ Հրապարակային։ Պարոն նախագահ, օրերս տեղի ունեցել նիստ խորհրդարանում օրենսդրական փոփոխություններ են կատարվել, որպեսզի Արցախի նախագահի ինստիտուտը մշտապես հնարավորություն ունենա գործելու մինչև համապետական ընտրություններ իրականացնելը։ Կասեք, կմեկնաբանեք, ինչու ենք այդքան կարևորում Արցախի նախագահի, Արցախի կառավարության ինստիտուտների պահպանումը։ Այո, դա պետական ինստիտուտներ է, որը պետք է պահպանվի, որպեսզի հետագայում մենք հնարավորություն ունենալ լեգիտիմ ներկայացուցիչներ, հետագա բանակցությունների, քննարկումների, շփումների համար։ Ներդրումային ֆոնդը տենց է լավ չհասկացանք, պարոն Շահրամանյան, դատախազին եք ուզում որ հանդիպեք։ Հա, ձեր հարցին չպատասխանեց, ուրեմն ես որ հրավիրել եմ ժամը 10-ին նախաձեռնող խմբին, ես կփորձեմ մեր խորհրդակներով ձեռք բերել պայմանավորություն դատախազի, քննչական կոմիտեի, նախագահի, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի եւ կխնդրեմ ընդունել նախաձեռնող խմբին, իրենք հնարավորություն կունենալ հղել իրենց հարցերը, ուղղել հարցերը եւ ստանալ սպառիչ պատասխանել եւ հրապարակել մեր ժողովրդին։ Մենք թաքցնելու ոչինչ չունենք։
ենք։ Ես կողմ եմ, որպեսզի այդ կոռուպցիոն բնույթի հանցագործությունները բացահայտվեն, մեղավորները պատժվեն, վերջապես ժողովուրդը իմանա ովքեր են մեղավորները եւ դա չպրոյեկցվի բոլորի վրա։ Դա մեր համար էլ է շատ դժվար, որովհետեւ այսօր դուք ինչպես նշում եք, նախագահին է փորձում դիրախավորել, մեղադրել։ Այ ով է անում, միտեղ այստեղ Սամվել Բաբանի կողմից ուղղորդում տեսնում եք դուք։ Ձեր դեմ եւ այս ակցիաների մեջ։ Ես 3 Սամվել Բաբանի հետ քննարկել եմ, ինքը կտրուկ մերժել է իր հնարավոր ինչ որ առնչությունը այս բողոքի ակցիային եւ տարածել է համապատասխան հայտարարություն։ Ինչ թվում է մնացած հարցերը լավ կլինի ուղղակի արտադրություն ենք հարազում արցախցիների հանդեպ, ինչու դուք որպես Արցախի նախագահ կոշտ եւ կոպիտ պատասխան չեք տալիս։ Ես այդ հարցին պատասխանեցի, որ մենք դատապարտում ենք եւ ովքեր այդ նման հայտարարություն անում են, դրանք պարակտում են մեր հասարակությունը եւ ներազգային ճշնամանք են սերում։ Պատասխան չեք տալիս, որպեսզի նրանք հասկանան, որ ի վերջո Դատապարտելուց բացի էլ ինչ պատասխան։ Իսկ արցախցիներ շրջան պարակտում ոչ թե ձեր անձի դեմ ուղղված լինեն այսպիսի ակցիաներ, այլ նախագահի ինստիտուտի, Արցախի Հանրապետության նախագահի ինստիտուտի, որ վերջնականապես ինչպես ամեն ինչ հնարավոր է, ինձ թվում է դուք այդ հնարավորությունը ունեք նաեւ ձեր հարցերը ուղղել կազմակերպիչներին։ Շնորհակալ եմ։ Ներողություն եմ։